Ավանակի կաթից պատրաստված դելիկատես, ինչու է սերբական պուլե պանիրը աշխարհի ամենաթանկ պանիրներից մեկը։ Ավանակի կաթից պատրաստված 1 կիլոգրամ սերբական պուլե պանիրը արժե 1200 եվրո, այն ավելին է, քան Սերբիայի միջին ամսական աշխատավարձը։ Այս պանիրը վաճառվում է բացառապես Զասավիցա արգելոցում, որը գտնվում է մայրաքաղաք Բելգրադից մոտ 80 կիլոմետր արևմուտք։ Միայն 1 կիլոգրամ պանիր պատրաստելու համար անհրաժեշտ է 25 լիտր ավանակի կաթ եւ 1 ավանակ այս քանակությունը արտադրում է 1.5 տարվա ընթացքում, բացատրել է Զասավիցա արգելոցի մենեջեր Վուկ Սիմիչը։ Այնուամենայնիվ, աշխարհի ամենաթանկ պանիրների շարքում պուլեն բացարձակ ռեկորդակիր չէ։ Այս տիտղոսը ներկայումս պատկանում է իսպանական կապույտ պանիր Cabralesին, որի գինը 2024 թվականին կազմել է 36,000 եվրո 2 կիլոգրամ ու կեսի համար։ Բայց պուլե պանիրը նույնպես մնում է շքեղության առարկա, որը հասանելի է միայն նրանց, ովքեր ունեն մեծ գումարներ։ Զասավիցա արգելոցը 36 քառակուսի կիլոմետր տարածքով արգելոց է, որտեղ առկա են հազվագյուտ բույսերի եւ կենդանիների տեսակներ, սակայն դրա ամենահայտնի բնակիչները 300 ավանակներն են, ինչը այն դարձնում է հարավարևելյան Եվրոպայի ամենամեծ ավանակների ֆերման։ Ավանակը օրական արտադրում է ընդամենը մոտ 300 միլիլիտր կաթ կամ մոտ 1 բաժակ։ Դրա կեսը սպառում է քուռակը, ինչը պուլեի արտադրությունը դարձնում է շատ դանդաղ։ Պուլե պանիրի համը նման չէ որևէ այլ պանիրի համի, չնայած իր համբավին, պուլեի պանիրը լայնորեն հասանելի չէ եւ չի արտահանվում։ Այն կարելի է գնել միայն տեղական փոքր խանութում։ Պանիրի այս տեսակը տարեկան արտադրվում է ընդամենը 25-ից 30 կիլոգրամի չափով, ինչը այն դարձնում է չափազանց հազվագյուտ ապրանք։ Պանիրի արտադրման բաղադրատոմսը մնում է գաղտնի։ Ինչպես ասել է Սիմիչը, առայժմ չեն պատրաստվում կիսվել դրա բաղադրատոմսով որևէ մեկի հետ։ Չնայած միջազգային գնորդները հետաքրքրված են պուլե պանիրով, Սիմիչն ասել է, որ դրա արտահանումը առաջնահերթություն չէ։ Նա խոստովանում է, որ գնորդների մեծ մասը հարուստ օտարերկրացիներ են, որոնք պատրաստ են վճարել այս հազվագյուտ նրբահամ պանիրի համար։ Նշենք, որ պանիրի պատրաստումը պահանջում է բարդ գործընթացներ եւ երկար ժամանակ։